Վախը թշնամու ամենահին եւ ամենաարդյունավետ գործիքներից մեկն է։ Նրան պետք չէ անմիջապես ոչնչացնել քեզ։ Նրան պետք է միայն ներշնչել քեզ մեջ կասկած։ Նրան պետք է միայն ստիպել քեզ կասկածել, թե արդյոք Աստված կատարում է իր խոստումները։ Նրան պետք է միայն ցանել անվստահության սերմ, որպեսզի դու հանձնվես դեռ նախքան սկսելը։ Եվ ճշմարտությունն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ պահի զգացել է այդ կրծքի սեղմումը, այդ ձայնը, որը հաստատում էր, որ ոչինչ չի ստացվի, որ դու անարժան ես, որ ապագան չափազանց անորոշ է, որպեսզի վստահել դրան, բայց այսօր դու կբացահայտես մի բան, որը կարող է ամբողջությամբ փոխել այդ իրականությունը։ Դու կիմանաս այն խոստումների մասին, որոնք տվել է Հիսուսը անձամբ, այն խոսքերի մասին, որ ասել է ինքը եւ գրվել են, որպեսզի դու կարողանաս ընդունել դրանք ամենադժվար օրերին։ Սրանք դատարկ մոտիվացիոն արտահայտություններ չեն, սրանք Աստծո հավիտենական պարտավորություններն են քեզ հանդեպ։ Եվ երբ դու իսկապես գիտակցես այդ խոստումների ողջ կշիռը, երբ թույլ տաս, որ դրանք խորապես ներթափանցեն քո սիրտը, վախերը սկսում են կորցնել իրենց ուժը։ Նրանք չեն անհետանում կախարդանքով, բայց դու գիտակցում ես, որ նրանք այլևս իշխանություն չունեն քեզ վրա։ Մինչ շարունակենք, թողիր մեկնաբանություն այս արտահայտությամբ։ Հիսուս, ես հավատում եմ քո խոստումներին։ Որպեսզի օգնես այս տեսանյութին հասնել ավելի շատ մարդկանց, եկեք սկսենք։ Առաջին խոստումը. ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Այս խոստումը գրված է Մատթեոսի ավետարանում 28-20 համարում, եւ սա Հիսուսի վերջին խոսքերից մեկն էր, որ ասաց աշակերտներին երկինք համբարձվելուց առաջ։ Ընդգծենք համատեքստը. Հիսուսը պատրաստվում էր ֆիզիկապես հեռանալ։ Աշակերտներին հենց նոր էր հանձնարարվել ամենաանհնարին առաքելությունը, որ կարելի է պատկերացնել՝ գնալ ամբողջ աշխարհով եւ ուսուցանել բոլոր հեթանոսներին։ Նրանք ձկնորսներ էին, հարկահավաքներ, պարզ մարդիկ։ Նրանք չունեին ոչ դիպլոմներ, ոչ ռեսուրսներ, ոչ բանակ։ Եվ հիմա Հիսուսն ասում էր, որ նրանք պետք է նվաճեն աշխարհը Աստծո արքայության համար։ Եթե դու լինեիր նրանցից մեկը, ինչպես կզգայիր քեզ։ Հավանաբար կաթվածահար վախ, լիակատար անպատրաստվածության զգացում, վստահություն անհնարինության մեջ։ Բայց Հիսուսը, ճանաչելով մարդկային սիրտը, չավարտեց խոսակցությունը առաքելությամբ։ Նա ավարտեց այն խոստումով. ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև վերջ։ Այս խոստումը կործանում է մենակության վախը, մենակ մարդու մնալու վախը, որ ամենադժվար պահին ոչ ոք կողքիդ չի լինի։ Կան օրեր, երբ թվում է, որ դու մենակ ես կռվում, որ ոչ ոք չի հասկանում, թե ինչով ես անցնում, որ դու լողում ես անծանոթ ջրերով առանց կողմնացույցի։ Եվ հենց այդպիսի օրերին այս խոստումը դառնում է ամենաիրականը։ Հիսուսը չասաց, որ կլինի քեզ հետ միայն կիրակի օրերին եկեղեցում։ Նա չասաց, որ կհայտնվի միայն այն ժամանակ, երբ դու ծնկի ես իջնում աղոթքի ժամանակ։ Նա ասաց, որ ամեն օր, լավ եւ վատ օրերին, երբ դու զգում ես նրա ներկայությունը, եւ օրերին, երբ թվում է, որ նա լռում է, հաղթանակի օրերին, եւ օրերին, երբ դու նույնիսկ չես կարողանում վեր կենալ անկողնուց, նա կողքիդ է, ներկա է, գործում է, հոգ է տանում։ Հիսուսի ներկայությունը պարզապես գեղեցիկ աստվածաբանական հասկացություն չէ, դա գործող իրականություն է։ Դա նշանակում է, որ երբ դու արթնանում ես ժամը 3-ին գիշերը անհանգստությամբ, որը սեղմում է կրծքիդ, նա կողքիդ է։ Երբ դու կանգնած ես հիվանդանոցի ընդունարանում վախենալով ախտորոշումից, նա կողքիդ է։ Երբ դու պատրաստվում ես կայացնել որոշում, որը կփոխի քո կյանքը, եւ չգիտես, թե որ ճանապարհն ընտրել, նա կողքիդ է։ Դու երբեք ոչ մի հանգամանքներում իսկապես մենակ չես լինում։ Եվ հասկացիր, Հիսուսի ներկայությունը пассив չէ։ Նա պարզապես չի դիտում, նա գործում է, նա առաջնորդում է։ Նա բացում է դռներ, որոնք ոչ ոք չի կարող փակել, եւ փակում է դռներ, որոնք պետք է փակ մնան։ Նա շշնջում է ուղղություն քո հոգուն։ Նա առաջնորդում է մարդկանց քո ճանապարհին։ Նա գործում է քո պատմության հետևում, այնպես ինչպես դու կհասկանաս միայն հետո։ Պատկերացրու, որ դու քայլում ես մութ, խիտ անտառով։ Մենակ դու կկորչեիր, կսայթաքեիր, չէիր իմանա, թե ուր գնալ։ Բայց եթե այդ անտառի մեծագույն փորձագետը կողքիդ լիներ եւ առաջնորդեր քո յուրաքանչյուր քայլը, ճանապարհորդությունը լրիվ այլ կլիներ։ Դու դեռ անտառում կլինեիր, դեռ ստիպված կլինեիր գնալ, բայց այդ առաջնորդի ներկայությունը ամեն ինչ կփոխեր։ Հենց դա է անում Հիսուսը։ Նա փոխակերպում է ճանապարհորդությունը իր ներկայության պարզ ճշմարտությամբ։ Երբ դու անկեղծորեն հավատում ես այս խոստումը, մենակության վախը կորցնում է իր ուժը։ Դու կարող ես ֆիզիկապես մենակ լինել, բայց երբեք հոգևորապես լքված չես լինի։ Եվ դա փոխում է այն, թե ինչպես ես դիմակայում դժվարություններին։ Քեզ այլևս պետք չէ իմանալ բոլոր պատասխանները, որովհետև նա ինքն է պատասխանը։ Քեզ այլևս պետք չէ անընդհատ ուժեղ լինել, որովհետև ներազորությունը կատարվում է քո թուլության մեջ։ Քեզ այլևս պետք չէ ձևացնել, որ ամեն ինչ կարգին է, որովհետև նա արդեն ճիշտ գիտի, թե ինչպես ես դու, եւ մնում է կողքիդ, հավատարիմ, ներկա, նվիրված քեզ։
Երկրորդ խոստումը՝ մի վախեցիր, որովհետև ես փրկել եմ քեզ, անվանել եմ քեզ քո անունով, դու իմն ես։ Այս հզոր խոսքը հանդիպում է Եսայի մարգարեի գրքում 43:1 համարում եւ ուղղակիորեն կապված է անցյալի վախի հետ, դատապարտության վախի հետ։ Վախի հետ, որ գործածդ չափազանց մեծ է, որպիսի ներվի։ Վախի հետ, որ դու հավիտյան կկրես անցյալի շղթաները։ Փրկել բառը խոր իմաստ ունի, այն նշանակում է գնել հետ, վճարելով գինը, որ անհրաժեշտ է մեկին ստրկությունից ազատելու համար։ Եվ Հիսուսը հենց դա արեց։ Դու գերության մեջ էիր, մեղքի գերության մեջ, մեղքի գերության մեջ, ամոթի գերության մեջ, քո սխալ ընտրությունների հետևանքների գերության մեջ։ Եվ Հիսուսը նայեց քեզ այդ պանտում եւ ասաց. Ես կվճարեմ գինը։ Ես կազատեմ քեզ, դու իմն ես։ Շատ մարդիկ ապրում են այնպես, կարծես դեռ բանտուն են, նույնիսկ այն բանից հետո, երբ Հիսուսն արդեն վճարել է գինը։ Նրանք կրում են մեղքի բեռը, կարծես Աստված դեռ պահանջում է վճարում։ Նրանք սահմանում են իրենց անցյալի սխալներով, կարծես փրկագնում գոյություն չունի։ Նրանք ապրում են պատժելով իրենց, սաբոտաժ անելով իրենց, սահմանափակելով իրենց, որովհետև հոգու խորքում դեռ հավատում են, որ չեն արժանի այն ազատությանը, որը նվաճել է Հիսուսը։ Բայց այս խոստումը գալիս է կործանելու այդ սուտը։ Աստված ոչ միայն փրկել է քեզ, նա անվանել է քեզ քո անունով։ Դա նշանակում է, որ նա շատ մոտիկից ճանաչում է քեզ։ Նա քեզ չի տեսնում պարզ մարդու, պարզապես մեկ ուրիշի ամբոխում։ Նա գիտի քո պատմությունը, գիտի քո վերքերը։ Նա գիտի յուրաքանչյուր ընտրություն, որի համար դու զղջում ես, եւ այնուամենայնիվ ասում է. դու իմն ես։ Մտածիր այս պնդման ուժի մասին։ Այն աշխարհում, որտեղ քեզ դատում են քո սխալների համար, Աստված դատում է քեզ իր շնորհով։ Հասարակությունում, որը մերժում է քեզ քո սխալների համար, Աստված անվանում է քեզ իրենը, ոչ թե այն պատճառով, որ դու կատարյալ ես, այլ որովհետև նա հավատարիմ է։ Ոչ թե որովհետև դու արժանի ես դրան, այլ որովհետև նա որոշել է անվերապահորեն սիրել քեզ։ Անցյալի վախն ուժ ունի միայն այն ժամանակ, երբ դու հավատում ես, որ այն սահմանում է քեզ այսօր։ Բայց ճշմարտությունն այն է, որ անցյալն արդեն փրկագնվել է խաչի վրա։ Այդ պարտքն արդեն վճարված է։ Այդ սխալն արդեն փրկագնված է Հիսուսի արյունով։ Քեզ այլևս պետք չէ ապրել թաքնվելով, կծկվելով, զգալով անարժան։ Փրկագնումն արդեն կատարվել է։ Դու արդեն փրկագնված ես, դու արդեն պատկանում ես Աստծուն։ Եվ սա հսկայական գործնական նշանակություն ունի։ Դա նշանակում է, որ երբ թշնամին գա մեղադրելու քեզ, հիշեցնելով քո արարքները, դու կարող ես պատասխանել ճշմարտությամբ. ես փրկագնված եմ։ Դա նշանակում է, որ երբ դու զգաս անբավարար, դու կարող ես հիշել. Աստված անվանել է ինձ իմ անունով։ Դա նշանակում է, որ երբ դու կասկածես քո արժեքի մեջ, դու կարող ես հաստատել. ես պատկանում եմ Աստծուն։ Անցյալն այլևս իշխանություն չունի քեզ վրա։ Ինչքան էլ մութ լիներ այն, քանի անգամ էլ ընկել ես, ինչ էլ ասեն մարդիկ քո մասին, Աստված նայում է քեզ Հիսուսի աշխատանքի միջոցով եւ տեսնում է քեզ մաքուր, վերածնված, սիրված, պատկանող իրեն։ Եվ երբ դու սկսում ես տեսնել քեզ այնպես, ինչպես տեսնում է Աստված, դատապարտության վախը անհետանում է։ Դու քայլում ես բարձրացրած գլխով, ոչ հպարտությունից, այլ վստահությունից, որ դու Աստծո զավակ ես, փրկագնված եւ ազատ։ Երրորդ խոստումը՝ իմ շնորհքը բավական է քեզ համար, որովհետև իմ զորությունը կատարվում է թուլության մեջ։ Այս խոստումը գրված է Կորինթացիներին 2-րդ նամակում 12:9 համարում։ Եվ Պողոսը ստացավ այն ծայրահեղ խոցելության պահին։ Նա ուներ այն, ինչ անվանում էր մարմնի խայթոց, ինչ որ բան, որ տանջում էր նրան, եւ նա 3 անգամ խնդրեց Աստծուն հեռացնել այն։ Եվ Աստված չհեռացրեց այն, բայց տվեց ավելի լավ բան։ Նա տվեց խոստում, որ շնորհքը բավական է, որ աստվածային զորությունը կախված չէ մարդկային ուժերից։ Ընդհակառակը, այն լիովին դրսևորվում է հենց թուլության մեջ։ Այս խոստումը կործանում է անհաջողության վախը, վախը, որ դուք բավարար ուժեղ չեք, բավարար տաղանդավոր չեք, բավարար պատրաստված չեք, վախը, որ ձեր սահմանափակումները կխանգարեն ձեզ կատարել Աստծո նպատակը, վախը, որ դուք պետք է ամեն ինչ վերահսկեք, որպեսզի Աստված կարողանա օգտագործել ձեզ։ Ճշմարտությունն այն է, որ մեզանից շատերը ապրում են անընդհատ անհաջողության զգացումով։ Մենք նայում ենք ուրիշներին, եւ մեզ թվում է, որ նրանք ունեն ինչ-որ բան, որ մեզ պակասում է։ Նրանք ավելի վստահ են, ավելի հրետորական, ավելի ընդունակ, իսկ մենք զգում ենք մեզ աննշան, զգում ենք մեզ թույլ, զգում ենք մեզ անպատրաստ եւ դրա պատճառով հետ ենք քաշվում։ Մենք քայլ չենք անում, մենք չենք ընդունում կոչը։ Մենք մնում ենք մեր հարմարավետության գոտում թաքարտված, որովհետեւ վախենում ենք ձախողվել, վախենում ենք հիասթափվել, վախենում ենք բացահայտել մեր սահմանափակումները։ Բայց Հիսուսը շրջում է այս տրամաբանությունը գլխի վայր։ Նա ասում է, հենց ձեր թուլության մեջ կդրսևորվի իմ զորությունը։ Երբ դուք չունենաք ձեր սեփական ուժը, ես կդառնամ ձեր ուժը։ Երբ դուք չունենաք ձեր սեփական իմաստությունը, ես կդառնամ ձեր իմաստությունը։ Երբ դուք չունենաք ձեր սեփական ռեսուրսները, ես կդառնամ ձեր կերակրողը։ Ձեր թուլությունը խոչընդոտ չէ ինձ համար, դա հնարավորություն է։ Սա չի նշանակում, որ պետք է ձգտել թույլ լինել կամ օգտագործել թուլությունը որպես արդարացում չաճելու համար։
Սա նշանակում է, որ ձեզ այլևս պետք չէ ձևացնել ուժեղ։ Ձեզ այլևս պետք չէ գրել ինչ-որ բան ապացուցելու բեռը։ Դուք կարող եք անկեղծորեն ընդունել ձեր սահմանափակումները, որովհետև Աստծո շնորհքն է, որ իսկապես կարևոր է։ Պատկերացրեք Դավիթին, ով կռվում է Գողիաթի հետ։ Նա պատանեկան տարիքում էր, նա չուներ զերա, նա չէր անցել զինվորական պատրաստություն։ Նա չուներ ֆիզիկական ուժ հսկային հաղթելու համար, բայց նա ուներ շատ ավելի մեծ բան՝ վստահություն, որ Աստված իր հետ է։ Եվ հենց Դավիթի ակնհայտ թուլությունն էր, որ նրա հաղթանակը դարձրեց այդքան ակնհայտորեն աստվածային։ Ոչ ոք չէր կարող ասել, որ դա Դավիթի ուժն էր, բոլորը գիտեին, որ դա Աստծո զորությունն էր։ Երբ դուք ընդունում եք, որ Աստծո շնորհքը բավական է, դուք դադարում եք համեմատել ձեզ ուրիշների հետ։ Ձեզ այլևս չի կաթվածահարանում անվստահությունը։ Դուք դադարում եք մտածել, որ պետք է կատարյալ լինել, որպեսզի Աստված կարողանա օգտագործել ձեզ։ Դուք պարզապես ներկայացնում եք ձեզ ձեր բոլոր թերություններով եւ ասում եք. «Տեր, ես թույլ եմ, բայց դու ուժեղ ես։ Ես սահմանափակ եմ, բայց դու անսահման ես։ Օգտագործիր ինձ իմ չնայած»։ Եվ հենց այստեղ է տեղի ունենում հրաշքը։ Աստված վերցնում է ձեր թուլությունը եւ վերածում այն վկայության։ Նա վերցնում է ձեր անհաջողությունը եւ ցույց է տալիս ձեզ իր բավարարությունը։ Նա վերցնում է այն, ինչ դուք համարում եք թերություն, եւ օգտագործում է այն որպես հիմք իր փառքի համար։ Եվ ի վերջո մարդիկ չեն նայի ձեզ եւ չեն ասի ինչ հրաշալի մարդ է։ Նրանք կնայեն ձեզ եւ կասեն ինչ հրաշալի Աստված է։ Վախը, անբավարար լավ չլինելու վախը կորցնում է իր ուժը, երբ դուք հասկանում եք, որ խոսքը երբեք չի եղել այն մասին, որ դուք բավարար լավ եք։ Խոսքը միշտ եղել է այն մասին, որ Աստված ձեզ միջոցով ավելի քան բավարար է։ Եվ այս ճշմարտությունը ազատում է ձեզ։ Այն ազատում է ձեզ փորձելու համար։ Այն ազատում է ձեզ զախողվելու եւ նորից փորձելու համար։ Այն ազատում է ձեզ ապրելու իմաստալից կյանքով առանց կատարյալ լինելու անհրաժեշտության ճնշող բեռի։ 4-րդ խոստումը։ Ես եկել եմ, որպեսզի ունենաք կյանք եւ ունենաք այն առատությամբ։ Հիսուսն ասաց սա Հովհաննեսի ավետարանում 10:10-ում, եւ սա նրա ամենահեղափոխական հայտարարություններից մեկն է, որովհետեւ նա եկավ ոչ միայն փրկելու ձեզ հավիտենական մահից, նա եկավ տալու ձեզ առատ կյանք հենց հիմա։ Առատ կյանք, կյանք լի կյանքով, կյանք, որ արժանի է ապրելու։ Այս խոստումը կործանում է պակասի վախը, որ սա բավարար չի լինի, վախը, որ դուք կկորցնեք ինչ-որ կարևոր բան, վախը, որ քրիստոնեական կյանքը հրաժարվելն է ամեն ինչից լավ եւ ապրելը մշտական պակասի մեջ, վախը, որ Հիսուսին հետևելը նշանակում է ավելի քիչ, ոչ թե ավելի շատ։ Շատերը ընկալում են քրիստոնեությունը որպես սահմանափակումների կրոն, ցանկ այն բանի, ինչ չի կարելի անել։ Կյանք լի զոհողություններով առանց պարգևի, եւ դրա պատճառով նրանք վախենում են լիովին նվիրվել Աստծուն։ Նրանք վախենում են, որ տալով նրան ամեն ինչ կմնան դատարկված։ Նրանք կկորցնեն ուրախությունը, նրանց գոյությունը ծանծրալի կլինի։ Բայց Հիսուսը կործանում է այս սուտը այս խոստումով։ Նա եկավ ոչ թե գողանալու ձեր կյանքը։ Նա եկավ տալու ձեզ իսկական կյանք։ Գողը գալիս է գողանալու, սպանելու եւ կործանելու, բայց Հիսուսը եկավ, որպեսզի դուք ունենաք առատ կյանք։ Սա չի նշանակում, որ դուք կունենաք ամեն ինչ, ինչ ցանկանում եք նյութական առումով։ Սա նշանակում է, որ դուք կունենաք շատ ավելի լավ բան՝ կյանք լի իմաստով, խաղաղությամբ եւ իսկական ուրախությամբ, որը չի կախված հանգամանքներից։ Հիսուսի առատությունը չի չափվում բանկային հաշիվներով, այն չափվում է խաղաղությամբ, որը գերազանցում է հասկացողությունը, ուրախությամբ, որը մնում է նույնիսկ փոթորկի մեջ, անսասան հույսով, սիրով, որը երբեք չի սպառվում, վերականգնված հարաբերություններով, սրտով ազատված կապանքներից, կյանքով, որը հավիտյան փոխում է ամեն ինչ։ Աշխարհն առաջարկում է կյանք կազմված տեսքից։ Մեծ տներ, թանկարժեք մեքենաներ, ժամանակավոր հաճույքներ, որոնք թողնում են իրենց հետ ավելի մեծ դատարկություն։ Բայց Հիսուսն առաջարկում է այն, ինչ չի կարելի գնել փողով եւ չի կարելի կործանել հանգամանքներով։ Նա առաջարկում է լիություն։ Կյանք, որում դուք գիտեք, թե ով եք, ինչու եք գոյություն ունենում եւ ուր եք գնում։ Պատկերացրեք սա որպես մեռած լիճ եւ կենդանի գետի միջև։ Մեռած լիճը ընդունում է ջուր, բայց չունի հոսք։ Այն կուտակում է ջուր, բայց չի հոսում, եւ ժամանակի ընթացքում այն կանգնում է, դառնում անկենդան։ Բայց գետը միաժամանակ ընդունում եւ տալիս է։ Ջուրը անընդհատ հոսում է, կյանք բերելով ամեն ուր հասնում է։ Հիսուսի առաջացած առատ կյանքը նման է այս գետին։ Իմաստը ոչ թե կուտակելն է ինքներդ ձեզ համար։ Իմաստը Աստծուց ստանալն է եւ այն ուրիշներին փոխանցելը։ Սա կյանք է, որը երբեք չի սպառվում, որովհետեւ նրա աղբյուրը հավիտենական է։ Երբ դուք հավատում եք այս խոստումանը, դուք դադարում եք ապրել պակասի մտածելակերպով։ Դուք դադարում եք ամեն ինչին կառչել, վախենալով կորցնել։ Դուք դադարում եք հուսահատորեն պայքարել փշուրների համար։ Դուք հասկանում եք, որ Աստծու մեջ առատություն կա, որ նա չի խնայում, որ նա չի բավարարվում ձեզ տալու միայն նվազագույնը գոյատևելու համար։ Նա ուզում է, որ դուք հաջողության հասնեք, ոչ անպայման ֆինանսական առումով, այլ բոլոր իսկապես կարևոր ոլորտներում։ Պակասի վախը կորցնում է իր ուժը, երբ դուք հասկանում եք, որ Աստված, ով կանչել է ձեզ, նույն Աստվածն է, ով տալիս է ամեն անհրաժեշտը, որ նա ձեզ չի տանի անապատ եւ չի թողնի այնտեղ,
որ յուրաքանչյուր քայլի համար, որ նա խնդրում է ձեզ անել, նա արդեն տվել է ձեզ ամեն անհրաժեշտը դրա համար։ Առատ կյանքը դժվարությունների բացակայություն չէ, դա Աստծո ներկայությունն է յուրաքանչյուր դժվարության մեջ, որը ճանապարհը դարձնում է ոչ միայն դիմանալի, այլև իմաստալից։ 5-րդ խոստումը. անհնարն մարդու համար հնարավոր է Աստծո համար։ Հիսուսն ասաց Սաղուկասի ավետարանում 18:27-ում. Անմիջապես այն բանից հետո, երբ նա պատմեց, թե որքան դժվար է հարուստի համար մտնել Աստծո արքայությունը, աշակերտները զարմացած էին եւ հարցրին. ապա ով կարող է փրկվել։ Հիսուսը պատասխանեց այս ճշմարտությամբ, որը կործանում է բոլոր մարդկային սահմանափակումները։ Աստծո համար ոչինչ անհնար չէ։ Այս խոստումը ոչնչացնում է վախը անհնար հանգամանքների առջև, վախը, որ իրավիճակը, որի հետ դուք բախվել եք, չափազանց լուրջ է, վախը, որ ելք չկա, վախը, որ դուք խրվել եք տուպիկում, վախը, որ ախտորոշումը վերջնական է, որ հարաբերությունները չեն կարող վերականգնվել, որ պարտքը երբեք չի ավարտվի, որ դուռը փակ է հավիտյան։ Մենք սահմանափակ ենք, եւ սա փաստ է։ Կան բաներ, որոնք մենք պարզապես չենք կարող անել։ Մենք չենք կարող վերահսկել ապագան, մենք չենք կարող փոխել մարդկանց սրտերը, մենք չենք կարող բուժել հիվանդությունները կամքի ուժով, մենք չենք կարող ստեղծել հնարավորություններ ոչինչից։ Եվ երբ բախվում ենք այս սահմանափակումներին, մեզ պատում է վախը, որովհետև մենք նայում ենք իրավիճակին մարդկային աչքերով եւ տեսնում ենք միայն անհնարինը։ Բայց Աստված սահմանափակված չէ մեր սահմանափակումներով։ Նա գործում է բնական օրենքներից դուրս, որոնք կապում են մեզ։ Նա բացում է ճանապարհներ այնտեղ, որտեղ դրանք չկան։ Նա դատարկ անապատները վերածում է այգիների։ Նա հարություն է տալիս այն, ինչ մեռած էր։ Նա վերականգնում է այն, ինչ կոտրված էր։ Նա տալիս է, երբ ռեսուրսներ չկան։ Նա բուժում է, երբ բժշկությունը անզոր է։ Նա միջամտում է, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Հիշեք Բիբլիայի բոլոր անհնարին պատմությունները։ Սառան 90 տարեկանում որդի ծնեց։ Կարմիր ծովը բաժանվեց։ Պատերը փլվեցին շեփորների ձայնի տակ։ Տղան քարով հաղթեց հսկային։ 5 հացերով կերակրեցին 5000 մարդու։ Ծննդից կույր մարդը տեսողություն ստացավ։ Ղազարուսը հարություն առավ գերեզմանից 4 օր մեռած լինելուց հետո։ Եվ բոլորից մեծագույն անհնարինը՝ Հիսուսի հարությունը եւ հաղթանակը մահվան վրա։ Այս բոլոր պատմությունների ընդհանուր բանն այն էր, որ մարդկային ըմբռնումամբ դա անհնար էր։ Բայց Աստված մասնագիտացած է հենց անհնարինը կատարելու մեջ։ Որովհետև երբ անհնարինը կեղի է ունենում, դա կարող է լինել միայն Աստված։ Անհնար է վերագրել արժանիքը որևէ այլ բանի։ Ամբողջ փառքը պատկանում է նրան։ Գուցե հիմա դուք նայում եք ձեր կյանքի ինչ-որ իրավիճակի եւ մտածում եք՝ ելք չկա։ Շատ ուշ է, շատ դժվար է, շատ լուրջ է։ Եվ դուք ճիշտ եք, եթե ամեն ինչ կախված է միայն ձեզանից։ Ելք չկա։ Բայց եթե Աստված մեջտեղում է, ամեն ինչ փոխվում է, որովհետև նրա համար անհնարին է պարզապես հնարավորություն է ցույց տալու, թե ով է նա։ Սա չի նշանակում, որ Աստված կգործի հենց այնպես, ինչպես դուք եք սպասում կամ երբ դուք եք ուզում։ Երբեմն նա կգործի այլ կերպ։ Երբեմն նա ձեզ կտանի այնպիսի ճանապարհով, որի մասին դուք նույնիսկ չեք երազել։ Երբեմն պատասխանը կլինի ավելի լավ, քան դուք խնդրել եք։ Իսկ երբեմն այն կտարբերվի նրանից, ինչ դուք պատկերացրել եք։ Բայց այնուամենայնիվ դա հենց այն է, ինչ ձեզ պետք էր։ Անհնար հանգամանքների վախը անհետանում է, երբ դուք անկեղծորեն հավատում եք, որ Աստված կարող է։ Ոչ թե որ նա կարող էր, ոչ թե որ նա գուցե կփորձի, այլ որ նա կարող է։ Եվ եթե նա որոշի գործել, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան։ Չկան չափազանց բարձր լեռներ, չկան անհաղթահարելի խոչընդոտներ, չկա իրավիճակ, որը նա չկարողանա հաղթահարել։ Դուք դատարում եք խուճապի մատնվել, որովհետև գիտեք, որ նույնիսկ երբ դուք չգիտեք, թե ինչ անել, Աստված գիտի։ Նույնիսկ երբ դուք չեք տեսնում ելքը, Աստված արդեն պատրաստել է ճանապարհը։ Նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ փլուզվում է, Աստված կառուցում է ինչ-որ նոր բան, ինչ դուք դեռ չեք տեսնում։ Եվ սա ձեզ տալիս է անսասան վստահություն, ոչ թե ինքներդ ձեր մեջ, այլ նրա մեջ, ով կարող է ամեն ինչ։ 6-րդ խոստումը. Ես կգնամ եւ կպատրաստեմ ձեզ համար տեղ։ Եվ երբ գնամ եւ պատրաստեմ ձեզ համար տեղ, կգամ եւ ձեզ կվերցնեմ իմ մոտ։ Սա Հիսուսի ամենահարմարավետ խոստումներից մեկն է, գրված Հովհաննեսի ավետարանում 14:2-3 համարներում։ Նա իր աշակերտների հետ էր խաչելությունից անմիջապես առաջ։ Նրանք շփոթված էին, վախեցած, զգում էին, որ ամեն ինչ կորցնում են։ Եվ այս խոցելույության պահին Հիսուսը խոսում է ապագայի մասին, այն տեղի մասին, որ նա պատրաստում է նրանց համար, նրանց վերաիմավորման անխուսափելիության մասին։ Այս խոստումը կորցանում է ապագայի վախը եւ մահվան վախը։ Երկու ամենախոր եւ ունիվերսալ վախեր, որոնք գոյություն ունեն, որովհետեւ ի վերջո մենք բոլորս գիտենք, որ կմեռնենք, եւ այս գիտակցումը կարող է ծնել կաթվածահար անհանգստություն։
Վախը, որ գուցե դրանից հետո ոչինչ չի լինի, վախը սիրելի մարդկանց հետ վերջնական բաժանման, վախը անհայտի առջև, որը գալիս է վերջին շունչից հետո։ Բայց Հիսուսը վերացնում է ամեն անորոշություն։ Նա չասաց, որ գուցե այդպիսի տեղ կա, նա ասաց, որ ինքը անձամբ պատրաստում է այդ տեղը, հոգատարորեն, սիրով, հատուկ ձեզ համար, եւ որ նա կվերադառնա ձեզ վերցնելու։ Սա ոչ միայն խոստում է, սա կոնկրետ պարտավորություն է։ Մտածեք, թե ինչ է նշանակում Հիսուսի համար պատրաստել ձեզ համար տեղ։ Սա նշանակում է, որ ձեզ սպասում է հավիտենական տուն։ Սա նշանակում է, որ մահը վերջ չէ, այլ անցում։ Սա նշանակում է, որ դուք գնում եք ոչ դեպի ոչնություն, այլ դեպի Աստծո լիակատար ներկայություն։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ դուք այստեղ տարապել եք, այն ամենը, ինչ կորցրել եք, այն ամենը, ինչ ցավ է պատճառել ձեզ, կհատուցվի այնպես, ինչպես դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել։ Առաքյալ Պողոսը ընկալեց սա, երբ ասաց, որ ներկայիս ժամանակավոր տառապանքները ոչնչի չեն համեմատվում այն փառքի հետ, որը կբացահայտվի։ Ոչ թե որ տառապանքները անիրական կամ անտանելի չեն, դրանք այդպիսին են, այլ որովհետև գալիքը այնքան անսահմանորեն ավելի մեծ է, որ ամեն ինչ արժեքավոր կդարձնի։ Այս խոստումը նաև խաղաղություն է բերում մեր մերձավորներին, ովքեր հեռացել են կյանքից։ Եթե նրանք մահացել են Քրիստոսում, նրանք կորած չեն։ Նրանք գտնվում են այն տեղում, որ պատրաստել է Հիսուսը, եւ կլինի վերաիմավորում, կլինի վերականգնում, այլևս չի լինի ցավ, արցունքներ, բաժանում։ Ապագայի վախը ոչ միայն մահվան, այլև ամեն ինչի, որ գալիք է, կորցնում է իր ուժը։ Երբ հասկանում ես, որ Աստված արդեն տեսել է քո ապագան եւ ամեն ինչ պատրաստել է, դու մենակ չես գնում անհայտի մեջ։ Քեզ առաջնորդում է նա, ով գետի ճանապարհի յուրաքանչյուր քայլը, եւ վերջնական նպատակակետը անորոշ չէ։ Այն երաշխավորված է, հուսալի, անկասկած։ Սա փոխում է այն, թե ինչպես ես ապրում ներկայում։ Քեզ այլևս պետք չէ հուսահատվել փորձելով վերահասկել յուրաքանչյուր մանրուք։ Քեզ այլևս պետք չէ ապրել անհանգստությամբ վաղվա օրվա մասին։ Քեզ այլևս պետք չէ վախենալ ծերությունից, հիվանդությունից կամ մահից, որովհետև գիտես, որ քեզ սպասում է ինչ-որ անսահմանորեն ավելի լավ բան։ Եվ քանի դեռ դու այստեղ ես, յուրաքանչյուր օր իմաստ ունի, յուրաքանչյուր փորձություն իմաստ ունի, յուրաքանչյուր ցավ վերածվում է փառքի։ Մահվան վախը բնական է, այն հատուկ է մարդուն, բայց այն չպետք է վերահասկի քեզ, որովհետև Հիսուսն արդեն հաղթել է մահվանը։ Նա մեռավ եւ հարություն առավ, եւ հետեւաբար մահը չի ասի վերջին խոսքը քո պատմության մեջ։ Սա պարզապես դուռ է, եւ այդ դռան մյուս կողմում Հիսուսը սպասում է, ընդունելու քեզ այն տեղում, որ սիրով պատրաստել է։ 7-րդ խոստումը. Ոչ ոք չի կարող գողանալ նրանց իմ ձեռքից։ Իմ հայրը, ով տվել է նրանց ինձ, ամենից մեծ է։ Ոչ ոք չի կարող գողանալ նրանց իմ հոր ձեռքից։ Այս կրկնակի խոստումը պարունակվում է Հովհաննեսի ավետարանում 10:28-29 համարներում։ Եվ սա ամենահամոզից հայտարարություններից մեկն է այն անվտանգության մասին, որ մենք ձեռք ենք բերում Քրիստոսում։ Հիսուսը խոսում է իր ոչխարների մասին, նրանց մասին, ովքեր հավատում են նրան, եւ նա հավաստիացնում է նրանց, որ նրանք անվտանգ են ոչ թե իրենց սեփական ուժի շնորհիվ, այլ որովհետև նրանք նրա ձեռքերում են եւ հոր ձեռքերում։ Այս խոստումը ոչնչացնում է փրկությունը կորցնելու վախը։ Վախը, որ դուք կարող եք անել ինչ-որ բան այնքան սխալ, որ Աստված կշրջվի ձեզանից։ Վախը, որ դուք բավարար ուժեղ չեք մինչև վերջ դիմակայելու համար։ Վախը, որ ձեր հավատը կթուլանա եւ դուք կզրկվեք շնորհքից։ Շատ մարդիկ ապրում են մշտական անորոշության մեջ։ Նրանք դառնում են հավատացյալ, բայց ապրում են վախով, որ ցանկացած պահի կարող են ամեն ինչ կորցնել։ Ցանկացած սխալ թվում է մահացու, ցանկացած կասկած դավաճանություն, ցանկացած թուլության պահը պատմության ավարտ։ Եվ սա ծնում է քրիստոնեական կյանք հիմնված վախի վրա, ոչ թե սիրո։ Կյանք, որում հուսահատորեն փորձում են կառչել Աստծուց, վախենալով նրան բաց թողնել։ Բայց Հիսուսը շրջում է սա գլխի վայր։ Նա չի ասում, որ դուք անվտանգ եք, որովհետև ամուր կառչում եք նրանից։ Նա ասում է, որ դուք անվտանգ եք, որովհետև նա է կառչում ձեզանից։ Դուք նրա ձեռքերում եք։ Եվ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, չի կարող ձեզ հանել այնտեղից։ Ոչ դևը, ոչ հանգամանքները, ոչ ձեր սեփական սխալները։ Մտածեք այս պատկերի ուժի մասին։ Դուք ոչ թե կորած ոչխար եք, որը փորձում է հերվից հետևել հովվին։ Դուք նրա ձեռքերում եք։ Եվ ոչ միայն Հիսուսի ձեռքերում, այլև հոր ձեռքերում, ով ամենից վեր է։ Սա կրկնակի անվտանգություն է։ Սա երաշխիք է երաշխիքի վրա։ Դուք չեք կարող ընկնել առանց կորցնելու վերահսկողությունը ոչ Հիսուսի, ոչ հոր, եւ դա չի լինի։ Սա չի նշանակում, որ դուք կարող եք ապրել ինչպես ուզում եք առանց հետևանքների։ Սա նշանակում է, որ ձեր փրկությունը կախված չէ ձեր կատարյալությունից։ Այն կախված է Հիսուսի հավատարմությունից, եւ նա հավատարիմ է։ Նա միշտ հավատարիմ է եղել, նա միշտ հավատարիմ կլինի։ Նա սկսել է ձեր մեջ բարի գործ եւ կավարտի այն։ Ոչ թե որովհետև դուք զարմանալի եք, այլ որովհետև նա հավատարիմ է։
Շնորհքից ընկնելու վախը շատ քրիստոնյաների կաթվածահար է անում։ Նրանք չեն աճում, որովհետև վախենում են ռիսկի դիմել։ Նրանք չեն փորձում, որովհետև վախենում են ձախողվել։ Նրանք չեն խոսում անկեղծորեն իրենց դժվարությունների մասին, որովհետև վախենում են մերժվել։ Բայց երբ հասկանում ես, որ գտնվում ես Աստծո ձեռքերում անվտանգ, դու կարող ես անկեղծ լինել, կարող ես խոցելի լինել, կարող ես ընկնել եւ նորից վեր գնալ, կարող ես կասկածել եւ քո կասկածները բերել Աստծուն, որովհետև գիտես, որ նա քեզ չի բաց թողնի։ Կորուսյալ որդին հասկացավ սա, երբ վերադարձավ տուն։ Նա ամեն ինչ վատնել էր, նա ամոթահարել էր հորը, նա ապրել էր կեղտի մեջ, բայց երբ վերադարձավ, հայրը չմերժեց նրան, հայրը վազեց նրա դիմաց, հայրը գրկեց նրան, հայրը ուրախացավ, որովհետև որդին երբեք դադարեց որդի լինելուց, նույնիսկ երբ հեռու էր, նույնիսկ երբ սխալվում էր։ Այսպիսին է շնորհքի բնույթը, այն փխրուն չէ, այն կախված չէ ձեր ձեռքբերումներից, այն ամուր է, հուսալի է, այն պահպանում է ձեզ, նույնիսկ երբ դուք ինքներդ ձեզ չեք կարող պահպանել։ Եվ սա բերում է խոր խաղաղություն, հանգիստ վստահություն, անսասան վստահություն։ Դուք դադարում եք ապրել վախով, որ Աստված կթողնի ձեզ, որովհետև գիտեք, որ նա խոստացել է երբեք չթողնել ձեզ։ Դուք դադարում եք պատժել ձեզ յուրաքանչյուր սխալի համար, որովհետև գիտեք, որ շնորհքն արդեն ծածկել է այն։ Դուք դադարում եք ապրել անորոշության մեջ, որովհետև գիտեք, որ անվտանգ եք ոչ թե ձեր արժանիքների շնորհիվ, այլ որովհետև գտնվում եք հավատարիմ Աստծո ձեռքերում։ 8-րդ խոստումը։ Եվ գիտենք, որ սիրողներին, իրեն, կոչվածներին իր կամքով, Աստված ամեն ինչ համագործակցում է բարու համար։ Այս խոստումը գրված է Հռոմեացիներին առաքյալի նամակում 8:28 համարում, եւ գուցե այն ամենից շատ մեջբերվողներից մեկն է, եւ միաժամանակ ամենադժվար հավատալիքներից մեկը, երբ տառապում ես, որովհետև Պողոսը չի ասում, որ ամեն ինչ լավ է, նա ասում է, որ Աստված ամեն ինչ, նույնիսկ չարը, վերածում է բարու իրեն սիրողների համար։ Այս խոստումը կործանում է ցավի անիմաստության վախը։ Վախը, որ քո տառապանքները լիակատար կորուստ են։ Վախը, որ Աստված կորցրել է վերահսկողությունը կամ ուշադրություն չի դարձնում քեզ։ Վախը, որ քո պատմությունը գրում է քաոսը, ոչ թե սերը։ Երբ անցնում ես ինչ-որ կործանարար բանի միջով, ամենադժվարը իմաստ գտնելն է։ Ինչու է սա տեղի ունենում։ Որտեղ է Աստված այս ամենում։ Ինչ լավ բան կարող է դուրս գալ այս իրավիճակից։ Եվ հաճախ չկան ակնթարթային պատասխաններ։ Ցավը իրական է, կորուստը իրական է, տառապանքները իրական են։ Եվ փորձել նվազեցնել դրանք կաղապարված արտահայտություններով կլիներ դաժանություն, բայց այս խոստումը չի նվազեցնում ցավը, այն հույս է տալիս դրա մեջտեղում։ Այն ասում է, որ Աստված ոչինչ չի վատնում, որ նա գործում է նույնիսկ երբ դու չես տեսնում, որ նա հյուսում է ինչ-որ բան քո պատմության թելերից, ներառյալ մութերը, ստեղծելով պատկեր, որը դու ամբողջությամբ կհասկանաս միայն հետո։ Մտածեք Հովսեփի մասին, ով վաճառվեց ստրկության իր եղբայրների կողմից, անարդարորեն բանտարկվեց, մոռացվեց, տարիներ, որ թվում էին անիմաստ տառապանքներ։ Բայց հետո Հովսեփը կարողացավ ասել իր եղբայրներին. «Դուք ուզում էիք ինձ չարություն անել, բայց Աստված այն նախապեսեց բարու համար»։ Հովսեփը չէր ասում, որ տեղի ունեցածը բարի էր։ Նա ասում էր, որ Աստված նույնիսկ չարը օգտագործեց իր նպատակներին հասնելու համար։ Աստված չի ստեղծում չարը, բայց փրկագնում է այն։ Նա վերցնում է ամենածանր իրավիճակները եւ փոխակերպում դրանք։ Նա ընդունում է դավաճանությունը եւ սովորեցնում ներում։ Նա ընդունում է կորուստը եւ ծնում է կարեկցանք։ Նա ընդունում է տառապանքները եւ կոփում է բնավորությունը։ Նա ընդունում է ցավը եւ ստեղծում է նպատակ։ Ոչ թե որ ցավն ինքնին բարի է, այլ որովհետև Աստված բավականաչափ հզոր է ամենահրեշավոր բաներից անգամ բարիք անելու համար։ Սա չի նշանակում, որ դուք անմիջապես ամեն ինչ կհասկանաք։ Սա նշանակում է, որ դուք կարող եք վստահել, նույնիսկ չհասկանալով։ Դուք կարող եք վստահ լինել, որ Աստված ամեն ինչ վերահսկում է, նույնիսկ երբ թվում է, թե ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։ Դուք կարող եք խաղաղություն գտնել իմանալով, որ ձեր պատմությունը ցավով չի ավարտվի, կա հաջորդ գլուխ, փրկագնումն արդեն մոտ է։ Վախը, որ ցավը անիմաստ է, զրկում է ոչ միայն խաղաղությունից, այլև աճելու ունակությունից, հաղթահարելով այն։ Երբ հավատում եք, որ դրա մեջ իմաստ չկա, դառնում եք կոշտ, փակում եք ձեր սիրտը։ Բայց երբ հավատում եք, որ Աստված գործում է, մնում եք բաց։ Դուք շարունակում եք սпасել։ Դուք թույլ եք տալիս, որ ցավը փոխակերպի ձեզ, ոչ թե գործանի։ Չկա խոստում, որ դուք ամեն ինչ կհասկանաք, բայց կա խոստում, որ Աստված գտնվում է այս ամենի մեջտեղում, աշխատելով ձեր բարու համար։ Եվ երբ հասնեք ճանապարհի վերջը եւ հետ նայեք, կտեսնեք, թե ինչպես ամեն ինչ միացավ։ Կտեսնեք, թե ինչպես նույնիսկ այն, ինչ թվում էր կորուստներ, իրականում պատրաստություն էր, եւ կհասկանաք, որ Աստծո հավատարմությունը ներթափանցել էր յուրաքանչյուր պահի մեջ, նույնիսկ ամենամութը։ Այս 8 խոստումները պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, սրանք հավիտենական պարտավորություններ են, որոնք Հիսուսը տվել է ձեզ։ Այսպիսով խոր շունչ քաշեք, թողեք բեռը, դադարեցրեք փորձել ամեն ինչ վերահսկել եւ պարզապես վստահեք։
Վստահեք, որ Հիսուսը ձեզ հետ է, վստահեք, որ դուք փրկագնված եք, վստահեք, որ շնորհքը բավական է, վստահեք, որ կա առատություն, վստահեք, որ անհնարինը հնարավոր է, վստահեք, որ ապագան հուսալի է, վստահեք, որ դուք Աստծո ձեռքերում եք, եւ վստահեք, որ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ կարգավորված է ձեր բարու համար։ Մինչ հաջորդ տեսանյութը։